մենք այս 3 օր ծոմապահության մեջ էինք ու ինչ հիասքանչ ժամանակ էր, զարմանալի Տիրոջ ներկայությունը ուղղակի այցելություն էր անում։ Ես չգիտեմ, ովքեր են եղել ծոմապահության մեջ այս օրերի մեջ, գոնե մի օր, գոնե 2 օր, գոնե 3 օր։ Ովքեր եղել են Տերը օրհնի, ովքեր չեն եղել քաջալերում ենք, որ առիթը բաց չթողեք այդ օրհնությունը ճաշակելու, որովհետև երբ որ դու ծոմի մեջ ես մտնում, դու թույլ ես տալի, որ քո ներքնաշխարհը կենտրոնանա Տիրոջ վրա։ Գիտեք ինչու? Որովհետև երբ որ մենք Աստծո վրա են կենտրոնացած բաներ է կատարվում։ Սիրելի եկեղեցի, մենք մեծ ընտանիք ենք։ Եթե օրերից մի հատ ահազանգ լինի ու հանկարծ դուք լուր լսեք, որ բոլորս մի մարդու պես պետքա ծոմի մեջ մտնենք, մի գնացեք ձեր ճանապարհով, քայլ արեք անպայման։ Գիտեք ինչ, որովհետև մենք մեծ ընտանիք ենք, մեծ ընտանիքը ունի մեծ հարցեր։ Մի հատ անհատը ունի մի հատ հարցեր, մի ընտանիք ունի բազում հարցեր, բայց մեծ ընտանիք ունի շատ ավելի մեծ հարցեր, քան դուք կարող պատկերացնեք։ Մեծ ընտանիքի գլխավոր հարցը գիտեք որն է, մարդկության փրկությունն է։ Ու գիտեք մի պատմություն մի օր լսեցի, ինքան կպել էր սրտից, չգիտեմ, պատմել եմ այս պատմությունը, բայց կուզենամ նորից հիշեցնեմ ձեզ։ Պատկերացեք մի օր մի սուպերմարկետում մի երեխա է կորում 5 տարեկան, ու մաման ընկած լացելով էսյանա վազում, էյանա վազում, ու լացելով ասում է, որտեղ է երեխես, որտեղ է երեխես, որովհետև այդ մաման եկել էր մի հատ սրահի մոտ, ասել էր փոքրիկին, սպասի մի հատ մտնեմ են շորի գինը հարցնեմ դուրս գամ, ինքը մտնում է, որ հարցնի երեխին կորում է։ Ու լացելով էսյանա վազում, երեխուն չի գտնում, դուրս է գալի, դուրսը մտածում է միգուցե դուրս է գնացել, գալիս է տեղ մի հատ պապա է կանգնած, կանգառում իր 2 երեխեքի հետ, ասում է կարող է այս փոքր երեխա է կորել է, կարող է տեսել եք, այս պապան էլ փոխանակ այդ կնոջը օգնի, թեքում է իր երեխեքին ասում է, տեսնում եք ինչ է կատարում, որ մեծերին չեն լսում։ Այս կինը ալեկոծված հիմա չի իմանում, այդ պապան օգտագործում է այդ իրավիճակի իր երեխեքին օգնելու կամ վախեցնելու, բայց չի անում ինչ որ պետք է անի այդ կնոջ համար, ով չէ։ Գալիս այդ կինը լացելով մանա գալիս, մեկ էլ այդ տեղի մեծահասակ մի հավաքարար տղամարդ հալնում, որ տեղի գործերով հետևում է բան անում, մեկ էլ տեսնում ես կնոջը լացում ասում է, ի՞նչ է քեզ պատահել, մի հատ էլ հանգստացի, որտեղ ես կորցրել քո երեխուն։ Ասում է արի ցույց տամ, գալիս է ցույց տալ, այստեղ իրան ասեց մի պա կանգնի մտանդի, հելա ու չկա, մեկ էլ էս տարեց մարդը պատկերացեք այդ հավաքարար մարդը, որ այդտեղ շատ ուշադիր ամեն ինչին, մեկ էլ հանկարծ ինքը ծնկի է գալիս, ասում է արի ծնկի գանք մի հատ հələ, արի ծնկի գանք մի հատ տեսնենք ոնց էս կորցրել։ Հենց ծնկի են գալի, մեկ էլ հանկարծ տեսնում է այդ երեխուն, որ այդ սրահի դիմացի սրահում խաղալիքների բաժինը գնացել այնտեղ։ Ու իրան գտնում են այդ երեխուն գտնում են ու այդ ամբողջ ընտանիքը կարելի ասել նորից ուրախություն ա վերաբերում, որովհետև կորածը գտնվավ։ Ու գիտեք հետևությունը որն էր, որ ձեր ամեն մի կորած մեղավոր հարազատները դուք ծնկի վրա պետքա գտնեք, անգամ ծոմով ու աղոթքով պետքա իրանց գտնեք։ Եթե դուք իրանց աղոթքի մեջ չգտաք, դուք ֆիզիկապես իրանց չեք գտնի։ Տերը ուզում է եկեղեցի, որ մենք հասկանանք մեր մեծ խնդիրը։ Մեր մեծ խնդիրը կորած մարդիկ են։ Եթե մենք Աստծո առաջնայնությունը կորցնենք մեր տեսադաշտից, մենք բաց կթողենք այս կարևոր աշխատանքը, որ եկեղեցին կանչված է անելու։ Ուրեմն, այսօր ես ձեր հետ խոսք ունեմ խոսալու, ու հավատում եմ, որ սա կօգնի, որ ես ու դու մի հատ վերանայենք մեր ընթացքը, վերանայենք մեր որոշումները, մեր ընտրությունները, մեր ամեն արժեքները, համակարգները, ինչու, որովհետև եթե ես ու դու այս խոսքից չբռնվենք, մենք բաց կթողենք ինչ որ մի բան մեր ընթացքի մեջ։ Ուրեմն այսօրվա թեմաս աստվածային առաջնայնությունների մասին է լինելու, որը շատ կարևոր է, որովհետև ես ես մտածում ես օրերի մեջ աղոթում էի, ոնց աղոթում էինք, ինչ խոսք որ գալիս էր, ամբողջությամբ այդ խոսքերը ասենց մղվում էր դեպի առաջնայնություններին, որ մարդիկ իրանց կենտրոնացումը Հիսուսի վրայից չկորցնեն, այլ ընդհակառակը պինդ բռնվեն, որովհետև եթե Հիսուսը չելավ քո կենտրոնացումը, դու տակ ես տալու, նավաբեկության ես ենթարկելու, բաց ես թողելու կարևորները։ Գիտեք, այսօր մենք շատ այս կարևորները բաց ենք թողում, որովհետև ինչ որտեղ իրան մեր տեսադաշտից կորցնում ենք։ Եկեք ուշադրություն դարձնենք, որ առաջնայնությունները շատ կարևոր են, Աստծո տեսանկյունով հասկանանք, որովհետև երբ որ դու ունես քո առաջնայնությունները, պետքա դու համեմատես արդյոք էսի գերազանցումը Աստծո առաջնայնություններին, որովհետև եթե քո առաջնայնությունները գերազանցեց Աստծո առաջնայնություններին, ուրեմն վայ ինձ ու քեզ։ Ու մենք դրա մասին ենք խոսալու այսօր։ Տեսեք, ուղղահայաց առաջնայնությունից է կախված հորիզոնականի հաջողությունը։ Եթե ուղղահայաց առաջնորդությունը խախտվում է մարդու կյանքում, հորիզոնական
առաջնայնությունները իրականում վնասվում են, նրանք չեն հաջողվում, որտեղ էլ որ հաջողվում են, վերջը կորուստն է, վերջը վնասն է։ Ուզում եմ որ դուք ուշադրություն դարձնեք, որ Ծննդոց 2-րդ գլխում, երբ որ Աստված ստեղծեց մարդուն եւ դրան Եդեմի պարտեզի մեջ դրեց։ Պատկերացեք, Եդեմը կոչվում է առատության վայր։ Աստված Եդեմը ստեղծեց, հետո Ադամին բերեց, դրեց այդ եդեմական պարտեզի մեջ առատության վայրում, ու Աստված պատվեր տվեց Ադամին։ Դուք պատմությունը շատ լավ գիտեք։ Ուզում եմ ձեր ուշադրությունը գրավեմ ամեն բանի սկիզբը, միշտ պետքա մեր տեսադաշտից չկորցնենք։ Խոսել, մտորել, սա շատ կարևոր է։ Ուրեմն պատկերացեք, Աստված վերցրեց եդեմական պարտեզի մեջ դրեց իր ստեղծված մարդը եւ նրան պատվեր տվեց, ասեց՝ մշակի եւ պահի։ Եվ Աստված պատվիրեց մարդին ասելով. «Պարտեզի ամեն ծառից համարձակ կեր, բայց բարի եւ չարի գիտության ծառից մի ուտիր, որտեւ նրանց կերած օրդ մահով պետքա մեռնես»։ Ինչ է Աստված տեղ ասում, առաջնայնություն ասում, առաջնային բաների մասին է խոսում Ադամի հետ, որ Ադամը ինքը կենտրոնացած լինի առաջնային բաների վրա, որն էր առաջնային բանը, որ պետքա պահեր Աստծո պատվերը։ Հետո այս հիմքի վրա, քանի որ Աստված արդեն ցույց է տվել առաջնայինը, դա ուղղահայաց հարաբերությունն է, իդեպ ասեմ, երբ որ Ադամը ստեղծված, նորից հիշատակեմ, սիրելի եղբայրներ, քույրեր, պետք է դուք սրա հետ հաշվի նստեք։ Ամեն մի տղամարդ ինքը ուղղահայացի պատասխանատվություն է կրում իր ներսում։ Եվ այդ ուղղահայացի պատասխանատվություն պետք է բերի իր հորիզոնական դաշտը։ Եթե ամեն մի հորիզոնական դաշտում գտնվող անձնավորությունը պատասխանատվություն վերցնի իր մեջ, այդ ուղղահայացի ներկայությունը տանի իր հորիզոնական հարաբերությունների մեջ, ուրեմն մենք բոլոր շահել ենք։ Իմացեք, որ տղամարդը առաջինը ստեղծված ոչ թե նրա համար, որ առավել էր կնոջից, այլ պատասխանատվության առումով ինքը ուներ շատ կարևոր առաքելություն։ Այդ առաքելությունը ուղղահայաց հարաբերությունն է, դա մարդ-Աստված հարաբերությունն է, եւ այս հարաբերությունից կախված է, թե ինչքան դու հաջողված կլինես այս երկրի վրա քո հորիզոնական ոլորտների մեջ։ Ու մենք տեսնում ենք, որ երբ որ Աստված այս ամեն ինչը ստեղծեց, այս պատվերները տվեց, մարդուն դրեց եդեմական պարտեզի մեջ, ասեց, որ բեջարի, պահի, տիրություն անի, ամեն բան շատ գեղեցիկ ձևով Աստված արեց, ասեց լավ, հիմա արդեն ժամանակն նաև կնոջը ստեղծենք, ու կնոջը ստեղծեց։ Երբ որ կնոջը ստեղծեց, Ադամը անչափ ուրախություն էր վերապրում, որովհետև խոսք ասում է նա շատ ուրախացավ, որովհետև իր նման մեկին ստեղծեց, հորիզոնական հարաբերությունը բարձրացավ։ Հիշում եք, անցած անգամ ասում էի, որ կնոջ հետ ինչ կարևոր բաներ եկավ այս աշխարհի մեջ, ու այդ ամեն ինչի մեջ, եթե մենք ուղղահայացից կտրված ենք, մենք քանդում ենք։ Դրա համար է խոսք ասում իմաստուն կինը կառուցում է, հիմար կինը քանդում է։ Եվ իմաստուն տղամարդը պաշտպանում է, իսկ անմիտ տղամարդը քանդում է։ Բացա թողում, որ ով ոնց ուզենա կպնի իր տանը։ Այսպես պետք չի։ Մենք պետքա խորագետ լինենք։ Ուրեմն եկեք ուշադրություն դարձնենք, որ պատվերից հետո թշնամու ծրագիրն է բացվում։ Թշնամին երբ որ գալիս է, ինչին է կպնում, այսի ուզում եմ, որ դուք շատ ուժեղ վերցնեք ձեզ համար։ Թշնամին միշտ կպնելու է քո ուղղահայաց հարաբերությանը։ Նա ընդհանրապես քո հորիզոնական հարցերի հետ կապ չունի։ Նա մենակ մի հատ թիրախավորում ունի, դա քո ուղղահայաց հարաբերությունն է։ Այն առաջնայնությունը, որ Աստված բոլոր բաներից առավել է գնահատում։ Երբ որ հանկարծ իրան հաջողվեց քո այդ առաջնայնությանը կպնի, ուրեմն ինքը կկպնի ամեն ինչի։ Պետք է մենք այս բանը շատ կարևոր ձևով հասկանանք։ Ուրեմն տեսեք, թշնամու մոտեցումը գալիս է հենց ուղիղ թիրախավորում է ուղղահայաց հարաբերությունը, որը պատվերով է բացվում։ Ծննդոց 3-րդ գլխում մենք կարդում ենք օձի պատմությունը, որը սատանան օձի կերպարանքով եկավ ու իր գործը արեց։ Ու տեսեք ինչ է ինքը անում, ինքը ասում է իրավ Աստված ասեց։ Հետո ասում է բնավ չեք մեռնի, երբ որ կինը պատասխանում է։ Հետո ինքը ասում է, երբ որ դուք օգտվեք այն ինչ որ Տերը ձեզ արգելել է, ուշադրություն դարձեք ինչին է կպնում։ Կպնում է ձեր ու Աստծո հետ հարաբերությանը։ Որ ձեր ու Աստծո հետ հարաբերությունը աղավաղվի, որ դուք կապ չունենաք Աստծո հետ, բայց դուք ձեր գլխու դառնաք։ Երբ որ ձեր գլխու եք դառնում, դուք վտանգի տակ եք մտնում։ Դուք պետք է այսօր արթուն լինեք, խորագետ լինեք։ Շարունակեք ձեր ընթացքը ուղղահայացի մեջ ուժեղացնել, որովհետև ձեր ամբողջ հաջողությունը կախված է ուղղահայաց հարաբերության պատճառով ընթացքի շնորհիվ։ Եկեք տեսնենք, երբ որ այս ամեն ինչը անում է, կինը տեսա, որ ծառը լավ էր ուտելու համար, եւ թե հաճելի էր աչքերի համար, փափագելի էր ծառը նայելու համար, առավ նրա պտղիցը կերավ եւ իր հետ իր մարդուն տվավ, որ մարդը կերավ։ Սիրելի քույրեր, խնդրում եմ, երբ որ հանկարծ դուք տեսնում եք ձեր տղամարդիկ մի քիչ շեղվել են Աստծո ճանապարհներից, աղոթք ու ծոմ վերցեք իրանց համար, բայց մի համաձայնվեք իրանց հետ։ Ես թույլ եմ տալի։ Գիտեք ինչու,
Որովհետև եթե դուք համաձայնվեք իրան շեղվածության հետ, դուք էլ վաղ մեկից շեղված եք դառնալ, ի՞նչ տարբերություն։ Նույնը հակառակ եմ ասում, ամեն մի եղբորն եմ ասում։ Եթե տեսնեք, որ հանկարծ ձեր կանայք ձեզ համոզում են, որ դուք տիրոջ տունը չգնաք, լավ այսօր էլ կարելի է աղոթ չանել։ Սիրելի եղբայրներ, խորագետ եղեք, ամեն ինչ իր տեղը ունի, դուք պետք է զգուշ լինեք։ Հիմա եկեք ստե ուշադրություն դարձնենք ինչ է կատարում։ Եվ երբ որ նրանք երկուսն էլ կերան, 7-րդ խոսքը ասում է 3-րդ գլխի, աչքերը բացվեցավ, եւ միանգամից հասկացան, որ իրանք մերկ են։ Եվ թզենից տերևներ կարեցին եւ իրանց համար ծածկոցներ շինեցին։ Առաջին մարդկային գործը, որ մարդը իր համար թզենու շորեր է ստեղծում։ Դրա համար թզենու գաղափար Աստվածաշնչում դա խոսում է մարդկային անհնազանդության մասին։ Դրա համար Հիսուսը անիծեց այն թզենուն, որ պտուղ չէր տալի, ասեց էլ երկրերից չխափես։ Այսինքն ոչ մի մարդկային բան նա երբեք չի հաջողվելու, նա միշտ անեծքի ազդեցության տակ ալնելու։ Սա Հիսուսի խոսքերն են։ Եկեք ուշադրություն դարձնենք, ինչ եմ ուզում, որ դուք այսօր վերցնեք ձեզ համար։ Մենք այսօր խոսում ենք աստվածային առաջնայնությունների մասին, որից կախված է քո ամբողջ հաջողությունը հորիզոնական ոլորտում, այս աշխարհի մթնոլորտի մեջ։ Աստված փնտրում է հանդիպում, այդ պահից սկսած։ Աստված փնտրում է հանդիպում, որ վերականգնի առաջնայնությունը Ադամի եւ Եվայի։ Ու դրա համար է պայմանավորված, որ Աստված սկսում է կանչել, երբ որ գալիս է իրանց հետ հանդիպման, նա տեսնում է, որ նրանք այնտեղ չէ։ Ուղղահայաց հարաբերությունը խախտվավ։ Ու ինքը գալիս է, որ իրանց հետ շփվի, չէ՞ որ դա ուղղահայաց հարաբերության մասին է խոսում։ Դա հորիզոնական չի, դա ուղղահայաց է։ Նա գալիս այնտեղ ու տեսնում է նրանք չկան, ու ինքը կանչում Ադամ ուր ես։ Ուշադրություն եկեք դարձնենք, երբ որ նա կանչում է, ասում է Ադամ ուր ես, որտեղ նրանք թաքնվել էին Աստծո երեսից։ Ամեն մի փախնելը Աստծո երեսից, դա խոսում է, որ դու մեղք ունես քո կյանքում։ Ամեն մի փախնելը, ամեն մի ինքնարդարացումները, նրանք խոսում են, որ քո սիրտը ուղիղ չի Աստծո հետ։ Դուք պետք է զգուշ լինեք։ Մենք պետք է հասկանանք ում երեսից ենք փախնում։ Դու իմ երեսից չես կարող փախնես։ Այս եկեղեցու երեսից չես կարող փախնել։ Դու մեկին ունես ում երեսից ես փախնում։ Դու կարաս այս եկեղեցին գաս չգաս։ Դու կարաս հանդիպում ունենաս, հանդիպում չունենաս։ Դու կարաս լսես այս եկեղեցուն կամ չլսես այս եկեղեցուն։ Բայց դու չես կարող իր երեսից փախնես։ Որտեւ էսի շատ կարևոր է, սիրելիներ։ Երբ որ դու փախնում ես աղոթքից, երբ որ դու փախնում ես եկեղեցու ծառայությունից, երբ որ դու փախնում ես որից մի պատասխանատվությունից, դու Աստծուց ես փախնում, ոչ թե այդ մարդկանցից։ Դու պետք է էսի լավ հասկանաս։ Հաղորդակցությունը ուղղահայաց վտանգի տակ է, ամբողջությամբ վնաս։ Աստված փորձում է այս հարցերով նրանց քաշի հաղորդակցության մեջ։ Եվ նա ասեց. «Քո ձայնը լսեցի պարտեզում եւ վախեցա, որտեւ ես մերկ եի եւ թակ կացա»։ Եվ Աստված ասեց. «Ով պատմեց քեզ, թե դու մերկ ես։ Արդյոք այն ծառից, որի համար ես պատվիրեցի, որ նրանից չուտես, կերար»։ Եվ Ադամը մենակ մի հատ բան պետք է ասեր. «Այո, ներողություն եմ խնդրում»։ Ինքը այդքան կարևոր կարար ասեր։ Ինքը շատ հասուն մարդ էր, շատ խելացի մարդ էր։ Նա այդքան կարևոր կարար ասեր։ Նա մեր պես զարգացում չի ապրել, որ խելք ձեռ բերի։ Նա միանգամից կատարյալ ստեղծված եղել։ Նա պետք է մի հատ բան ասեր. «Այո, Տեր, ես սխալ եմ այս հարցի մեջ»։ Բայց գիտեք ինչ է անում ինքը շար ուրիշի վրա է գցում, մեղք ուրիշի վրա է գցում։ Այս վտանգը այսօր խոսում է, որ մենք կտրված ենք Աստծուց։ Երբ որ մենք մի շար ուրիշի վրա ենք գցում, մենք նշանակում է մեր ներսում ուղղահայաց հարաբերությունից ընկած վիճակ ունենք։ Սիրելիներ, եկեք ուշադրություն դարձնենք։ Երբ որ Աստված կանչում է քեզ հաղորդակցության, ինքը ուզում է քո ուղղահայաց հարաբերության զորությունը պաշտպանի, որովհետև դրանից է կախված քո հորիզոնական հաջողությունը։ Եկեք տեսնենք ինչ շարունակություն ասում։ Եվ երբ որ Ադամը մեղք գցում է կնոջ վրա, ասում է. «Ով ասեց քեզ, ով պատմեց քեզ, թե դու մերկ ես։ Արդյոք այն ծառից, որի համար ես պատվիրեցի, նրանից չուտես, կերար»։ Եվ Ադամը ասեց. «Այն կինը, որ ինձ հետ տվիր, նա տվավ ինձ այդ ծառիցը եւ ես կերա»։ Ճիշտ ասում։ Էսի գիտեք, ճշմարտությունը չի, էսի ճիշտն է, իրականությունն է։ Ճշմարտությունը ազատում է, բայց իրականությունը ավելի է փչացնում։ Դրա համար դու ճիշտ խոսացող մի եղի, դու ճշմարտություն խոսացող եղի։ Երբ որ դու մտածում ես դու ճիշտ խոսացող պետք է լինես, դու սխալվար արդեն։ Մենք պետք է ճշմարտություն խոսացողներ լինենք։ Տեսեք, ինչ ասում, ինքը ճիշտն է ասում։ Այստեղից է եկե, որ ամեն մեկ իր ճիշտ ուզում է պաշտպանած լինի։ Մենք կանչված ենք մեր ճիշտը չպաշտպանելու։ Մենք կանչված ենք ճշմարտությունը մեր մեջ պաշտպանելու։ Ուզում եմ սրան ուշադրություն դարձեք։ Տեսեք, հետո ինչ է կատարում, եւ Տերը կանչում է կնոջը։
Այն կինը, որ հա, եւ Տերը ասեց կնոջը 13-րդ խոսք, դու դա ինչ ես արել։ Ինչ ես արել։ Կինը ասեց, օձը ինձ խաբեց եւ ես կերա։ Նայլը ճիշտ ասում։ Սրանք ճշմարտություններ չեն։ Ճշմարտությունը Հիսուսն է։ Նայլը ճիշտ ասում։ Օձը իրան խաբեց։ Դա ճիշտ է։ Դրա համար այսօր է ճիշտը ոչ մեկին չի փրկում։ Տերը պետք է մի հատ բան լսեր իրանցից։ Տեր, ներողություն եմ խնդրում, անհնազանդ գտնվեցի քո ասացի նկատմամբ։ Իսկ մենք ավելի շատ ինչ ենք անում, համառում ենք մեր անհնազանդությունը, պաշտպանում ենք, պետք չի այսպես։ Եկեք մենք խորագետ լինենք, որտեղ մեր ամեն մի անհնազանդությունը մեզի գցում է ուղղահայաց այս առաջնայնությունից, որ Աստծո համար շատ առաջնային է։ Աստծո համար քո հետ հարաբերությունը շատ առաջնային է։ Դրա համար ինքը առաջին տեղում քեզ կանչում է հաղորդակցության, հարաբերության։ Եկեք տեսենք շարունակությունը։ Երբ որ կինը այսպես պատասխանեց, արդեն օծին չի հարցնում, օծին արդեն ասում է ես քո գլխին ինչ եմ անելու։ Քանի որ մարդն ու կինը ինքն է ստեղծել, իրանց հարցրեց, բայց օծին չի հարցնում։ Հələ տեսեք ոնց է մոտեցում ցույց տալիս։ Եվ ասում է շարունակություն 14 խոսք, եւ Տեր Աստված ասեց օծին, որովհետեւ արեցիր այս, դու անիծյալ լինես բոլոր անասուններից եւ դաշտի բոլոր կենդաններից։ Դրա համար գիտեք այսօր ձեր մեջ ոչ մեկ չի հիանում օծին նայելով։ Բայց առուցին նայելով հիանում է։ Թրջուններին նայելով հիանում ենք, արծիվներին նայելով հիանում ենք, բայց ոչ օծին, հենց նայում ես օծին ներսումը զզվանք է գալի։ Իհարկե, եթե դու օծին սիրող մարդ ես ինչպես կենդանի, ոչ մի խնդիր։ Բայց ինքը սիրելու բան չէ, էլի։ Մի պատմություն մի օր լսեց այնքան ազդեցիկ էր այդ պատմությունը, ասում է մեկը ուզում է սխրագործություն անի, հնդիկների մեջ է այս բանը եղել Ամերիկայի։ Պատկերացեք ինքը վերցնում ասում է ես պետք է այս սարը վերցնեմ, հլնեմ սարի գագաթին, որ իմ հասունությունը ցույց տամ իմ գերդաստանին, որ ես արդեն հասուն մարդ եմ։ Ու ինքը լնում առավոտ կանող իր վեշերը վերցնում է ու սկսում է բարձրանալ ու պատկերացեք գալիս է հասնում է արդեն այդ սարի ստորոտի մոտ մի քիչ մնացել որ այդ բարձունքը պետքա վերցնի, արդեն կեսին հասել է, այնտեղ ձունապատ ալում։ Մեկ էլ մի հատ գունավոր օծ է տեսնում։ Այս օծը սառած իրան ասում է, խնդրում եմ քեզ, կլինի ինձի վերցնես իջացնես ստորոտին։ Ինքը ասում է, դու օծ ես, դու ինձի կկծես։ Ասում է, խոսք եմ տալիս քեզ չեմ կծի, բայց խնդրում եմ ինձ իջացրա այդ ստորոտին, որովհետև ստե սառել եմ, անտանալի է այս պահը։ Այս երիտասարդ վերցնում է այդ օծին դնում է իր ծոցը ու կամանց իջացնում այնտեղ չի հլնում գոնե հլներ իր բարձունքը վերցնել նոր իշներ։ Իշմա ստորոտին, որ բաց թողի այդ օծին, որ շարունակի իր սխրագործությունը, այդ օծը դե տաքացել է արդեն, թեքվում է կծում է։ Մեկ էլ ասում, բայց դու խոս տվեցիր ինձի, որ չես կծի։ Ասում է, դու գիտեր ես ով եմ։ Ու թողում է թումա։ Այդպես այդ երիտասարդը մահանում է թույնից։ Ինչ եմ ուզում, որ այս խորհրդից վերցնեք, որ երբ որ օծը գալիս է ձեզ ուզում է Աստծո ուզածներից հետ պահի, մի տրվեք։ Ինքը սուտասան է, նա ծրագիր ունի ձեզ փչացնելու։ Իսկ մենք կարանք շատ հեշտությամբ տրվենք, մտածելով, դե ինչ կարա անես մի փոքր բան, այն մի փոքր բանը։ Սիրելիներ, խնդրում եմ, առաջնայնության մասին ենք խոսում։ Ինչ որ Աստված ասում առաջնայնության մասին, կարևորի քեզ համար, շատ կարևոր է այս բանը։ Հիմա եկեք տեսնենք ինչ հայտարարություն է անում Աստված այս ամեն իրարանցումից հետո։ Առաջին հայտարարությունը Մարգարեական հայտարարությունը, որ անում է Աստված, դա թշնամու հետ էր կապած։ 15 խոսք ասում է, եւ ես թշնամություն եմ դնելու կնոջ մեջտեղը եւ քո սերունդի եւ նրա սերունդի մեջտեղը։ Նա քո գլուխ կջախջախի, դու նրա գարշապարը խայթես։ Լսեք խոսքը մարգարեական։ Նա գլուխդ կջախջախի։ Քո կոչումներից մեկը սա է, որ դու սատանայի գլուխը պետքա ջախջախես։ Մեղքի գլուխը պետքա ջախջախես, ամեն ցանկասիրության գլուխը պետքա ջախջախես, ամեն ապստամբության գլուխը պետքա ջախջախես։ Սա խոսք է, բայց դու պետքա ջախջախես։ Եթե դու այդ չջախջախես, ուրեմն ինքը քեզ կջախջախի։ Մենք պետքա խորագետ լինենք։ Տեսեք հետո կնոջը ինչ ասում։ Կնոջը ասում հետևյալ խոսքերը. շատ պետքա շատացնեմ քո հղիության ցավերը եւ ցավով զավակ ծնես եւ դեպի քո մարդը լինի քո փափագը եւ նա իշխե քեզ վրա։ Երբ որ ասում է իշխե քեզ վրա, էսի նշանակում է նա հովանի դառնա քեզ համար, որ դու էլ այդ հովանուց դուրս չգաս, պաշտպանված լինես, ոչ թե այդ պաշտպանությունից դուրս գաս։ Սա շատ կարևոր է, բայց տեսնում ենք, այստեղ ինչ որ մի բան կպնում է, մարդկանց անպատասխանատու վերաբերմունքի պատճառով ինչ որ բան է գալիս իրանց կյանքների մեջ։ Եվ տղամարդուն տեսեք ինչ ասում։ Այստեղ եմ ուզում, որ ձեր ուշադրությունը գրավեմ։
Այստեղ ամեն մեկիդ ուշադրությունը ուզում եմ, որ ստեղ լինի։ Տեսեք ինչ ասում։ Եվ Ադամին ասեց. «Որտև դու լսեցիր քո կնոջ խոսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատվիրեցի քեզ ասելով նրանից չուտես, անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությունով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերում»։ Լսեք, երբ որ ստե կնոջ մասին խոսում ենք, խնդրում եմ, որ դուք այսօր ձեր թիրախը չվերցնեք կնոջը։ Խնդրում եմ, որ այսօր դուք մի հատ միտք վերցնեք ձեզ համար։ Կինը մարդ է։ Երբ որ ես ու դու մարդկային խոսքը ավելի բարձր ենք դնում, քան աստվածային ասած պատվերը, մենք անեծք ենք ակտիվացնում։ Երբ որ ես այսօր իմ հոր ասածը, թեկուզ պատվեր կա, հարգի, պատվի քո հորը ու մորը, բայց իմ հերը մերը կանգնի ինձի ասի, մի գնա եկեղեցի։ Ես, եթե իրանց խոսքին լսեմ ու Աստծո խոսքը թողեմ, անիծյալ եմ ես դառնում։ Որտեղ մարդու խոսքը ավելի բարձր դրեցի, քան թե Աստծո ասածը։ Լսում եք, կապ չունի էդի ով է։ Դուք պետք է ստես զգուշ լինեք, ամենաթանկ մարդը, ամենաջիգար մարդը, ամենամոտիկ մարդը, ամենամեծ կարողություն ունեցող օղակը իր կողքին հանկարծ իրան ուրիշ բան ասում։ Ու Աստված դե կոնկրետ ասում է, ինչ արեցիր։ Հորիզոնական հարաբերությունը կտրեցիր ուղղահայաց հարաբերությունից։ Երբ որ մարդիկ հորիզոնականը ավելի են արժևորում, իրանք ուղղահայացից կտրվում են, որտեղ այս պատմությունը դրա մասին է խոսում։ Մենք տեսնում ենք, որ պատասխանատվությունը, առաջնայնությունը փոխվեց։ Մարդիկ մնացին մենակ հորիզոնականի հասկացողության մեջ։ Ինչու՞, որովհետև ասում եմ մարդու խոսքը ավելի բարձր դրեցիր, քան թե Աստծո ասածը։ Գիտեք, դուք պետք է խորագետ լինեք, քնություն անեք ձեր սրտերի մեջ։ Ամեն մեկից քնություն է պահանջվում, որ ես ու դու մեր ներսում քնություն անենք։ Ես մարդկային որևիցե մի հասկացողություն Աստծո ասածից բարձր եմ դնում, թե ոչ։ Գիտեք ոնց կարա քնություն անեք, երբ որ դուք որևիցե մարդկային բան ավելի բարձր եք դնում Աստծո ասածից, դուք դրան համաձայն եք գործողություն ակտիվացնում։ Ու ձեր գործողությունը ցույց է տալու ավելի շատ, որ մարդկային ավելի բարձր է ձեր մոտ, քան թե աստվածայինը։ Որտեւ եթե աստվածային ձեր մոտ բարձր լինի, նշանակում է դուք Աստծո բաները կակտիվացնեք։ Բայց երբ որ մարդկայինն է բարձր, դուք մարդու բաներն եք ակտիվացնելու։ Ուզեք թե չուզեք, սա հոգևոր սկզբունք է, որտեւ մենք տեսնում ենք, այս մարդիկ ինչ արեցին, առաջնայնությունների խախտում ունեցան։ Աստված առաջնային է, ու ինքը առաջնային պահանջ ունի, դա հարաբերության պահանջներ համար առաջին իր հետ։ Ու երբ որ այդ հարաբերությունից մարդիկ ընկան, նրանք մնացին հորիզոնականի իրականության մեջ։ Տեսեք ինչ է ասվում, որ Աստված այս խոսքերը ասեց, քրտնքովդ այս բանը կանես, տանջանք կունենաս եւ նեղությունով կուտես քո կյանքի բոլոր օրերում։ Ինչ ենք մենք տեսնում շատ անգամ, մարդիկ կորցրել են առաջնայնությունը ու ինչ որ իրանք անում են, դա ավելի կարեւոր են համարում, քան թե Աստծո ասածը։ Սիրելիներ, դուք պետք է զգուշ լինեք, ինչ որ դուք անում եք, դա չպետք է ավելի կարեւոր դառնա Աստծո ասածներից։ Որտեւ եթե Աստծո ասածներից ավելի կարևոր դարձավ, դուք առանց հասկանալու անեցք եք բերելու այդ process-ի մեջ։ Պետք չի էսի ձեզ։ Էսի շատ կարևոր է, որ մենք այս առաջնայնությունը մենք բարձրացնենք։ Ուրեմն մարդկանց առաջնայնությունները չափից առավել հորիզոնական են դարձել։ Չափից առավել։ Այս վերջի ժամանակներում դա ավելի է նկատվելու, ավելի է բարձրանալու սիրելի եկեղեցի։ Եթե քո ֆոկուսը Հիսուսը չէ լավ, դու սիրահարված չելար իր վրա, ու ինքը չեղավ քո առաջնայնությունը, ես մի քիչ վախ ունեմ քո համար ու իմ համար։ Գիտեք ինչ վախ, որ կարող է հափշտակության մասնակից չլինեմ։ Այնքան տարված եմ այս աշխարհի իրականություններով, որ բաց թողեմ անգամ հափշտակությունը։ Պետք չի այսպես լինի։ Գիտեք ովքեր են հափշտակվելու, նրանք ովքեր սպասում են դրան։ Նրանք ովքեր փափագում են դրան, նրանք ովքեր օր ու գիշեր այդ ալիքի վրա են, Տեր ջան, իմ սիրտը թող չկտրվի այդ իրականությունից, իմ սիրտը թող կենտրոնացած լինի այդ իրականության վրա, ես հանկարծ չմնամ, քեզի բաց թողեմ իմ իրական, ոչ թե այն կողոպուտի վախի պատճառով, այլ քեզ բաց չթողեմ իմ տեսադաշտից, քեզ բաց չթողեմ, հասկանում եք, քեզ բաց չթողեմ, հանկարծ արիթը բաց չթողեմ, որ դու գաս, իմ սիրտ ուրիշ բաներով թմրած լինի, ու ես բաց թողեմ քո գալը, ես էսի չի ուզենա իմ կյանքում։ Լսեք, առաջնայնությունից կախված է շատ բաներ, ու եկեք ուշադրություն դարձնենք։ Մի քանի օրինակներ կուզենամ բարձրաձայնեմ, պատկերացրեք, մի ժողովուրդ գնաց գերության մեջ, հրեաներին Երուսաղեմից տարան գերության մեջ Բաբիլոն, ու Դանիելի պատմության մեջ մի հատ խոսքի վրա ձեր ուշադրությունը ուզում եմ գրավեմ։ Գիտեք, բոլոր պատմության մեջ հորիզոնական առաջնայնությունը գերազանցեց ամեն բան։
Ինչ էին մարդիկ անում, իրանք մենակ մտածում էին իրանց ուտուշ խմուշները, ձեռքբերումները, իրանց ամեն ինչը, սա եղավ մինչև Նոյի ջրհեղեղը ու շարունակումը Նոյի ջրհեղեղից հետո էլ։ Դրա համար ասում վերջի ժամանակներ շատ նման կլ Նոյի օրերի պես։ Ինչ օրերի պես, որ մարդիկ ավելի շատ տարված կլնեն այդ հորիզոնական բաների իրականություններով եւ ոչ թե հավիտենական բաների, երկնային բաների իրականությունով։ Լսում եք, ես ու դու պետք է էսի կարևորենք, որովհետեւ առաջնայնությունը կոտրվեց առաջին Ադամի ժամանակ։ Ադամը ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Գիտեք ինչու? Որովհետեւ ոչ մի մարդ Եդեմում չի եղել բացի իրանցից։ Նա այնտեղ ճաշակել է ամեն իրականությունը, պատկերացնում եք, Աստծուն դեմար դեմա տեսե։ Ոչ մի արգել չկար, որ ինչ որ ամպ լիներ, որ նոր ինքը այդ ամպի միջոցով իր ձայնը լսե։ Ոչ մի արգել չկար։ Նա այդ ճոխության մեջ է եղել։ Ու պատկերացեք, ինչ դժբախտություն ունա, որ իրան այդ երևույթից դուրս են հանում։ Բայց գիտեք ոնց, Աստծո ողորմությունը գերազանցում ամեն հասկացողությունը։ Գիտեք, Եդեմական պարտեզի մեջ զոհաբերվում է գառնուկը։ Դրա համար ասում աշխարհի ստեղծվելուց առաջ Աստված մեր ամեն մեկից փրկությունը ակտիվացրեց։ Այսինքն ամբողջ մարդկության մասին այստեղ խոսքը, ոչ թե ֆիզիկական արարչությունը, որովհետև դրանից հետո մենք տեսնում ենք մարդկության ստեղծվածությունը։ Դրա համար որ ասում է ամեն աշխարհներից առաջ ստեղծված, դա մարդկության աշխարհի մասին է խոսքը։ Դրա համար դու կարաս համարձակ հավատաս, որ դեռ մարդկության աշխարհը ստեղծված չէր ամբողջությամբ։ Իմ համար Հիսուսը մահացել է։ Ու պատկերացեք Ադամը բանից, այդ եդեմական պարտեզից չի վտարվում առանց հույսի։ Ինքն դեղից վտարվում է, որովհետև իր աչքերը տեսան, ոնց է գառնուկը մորթվում Աստծո կողմից եւ ոնց է իրան այդ կաշի հանդերձները հագցվում, թե իրան թե Եվային։ Նրանք այդ հույսով ընդեղից դուրս եկան, այդ ակնկալիքով ընդեղից վտարվեցին, որ օրերից մի օր կգա Հիսուսը ու նրանց նորից հետ կբերի այդ իրականության մեջ։ Ու հիմա պատկերացեք, մարդը 900 տարի ապրում է։ Մի բան մտածեք, 900 տարի ապրում է։ Ինչ դժբախտ մարդ կլինի այդ մարդը, որ Աստծո ներկայությունը կորցրել է 900 տարի, ինքը պատմում է դրա մասին, փոխանցում է բաներ ուրիշներին, բայց ինքը գիտակցում է ինչ բաց թեմա էր, ինչ բաց թողում էր, ես ոնց թողեցի Աստծուն, ես ոնց թողեցի իր իրականությունը, ես ոնց կտրվեցի, այ թե սուքը որն է։ Ադամը 930 տարի ապրեց, ես կարամ երևակայեմ, որ 930 տարի ինքը սուք է վերապրել։ Սուք է վերապրել։ Գիտեք ինչ սուք, որ Աստծո ներկայությունն է կորցրել, որ Աստծո իրականությունից է հեռացել, որ Աստծո իրականությունը մեռել է իր համար։ Նա այդ սուքը ուներ 930 տարի։ Ու օրերից մի օր Հիսուս այդ սուքը փոխեց։ Օրերից մի օր Աստված այդ սուքը փոխեց, երբ որ եկավ այս աշխարհ։ Հիմա եկեք ուշադրություն դարձնենք։ Դանիելին գնացին գերության մեջ։ Պատկերացեք, այս մարդիկ եթե ուղղահայաց հարաբերությունը չբարձրացնեին, նրանք կորած էին։ Մենք այս աշխարհում ենք, բայց այս աշխարհից չենք։ Լսում եք։ Մենք այս աշխարհում ենք, բայց այս աշխարհից չենք։ Եթե դու Հիսուսի հետ ես, դու պետք է հասկանաս էսի, որ դու այս աշխարհում ես, բայց դու այս աշխարհից չես։ Դու այս աշխարհի հետ բարեկամություն չպետք է ունենաս, Դու կարաս բարեկամություն անես գործերի առումով, բայց դու պետք է գիտակցես միշտ, որ դու այս աշխարհից չես։ Քո քաղաքացիությունը անգամ այս աշխարհից չի։ Մենք պետք է իսի վերցնենք հավատանք սրան, որ մեր ամբողջ էությունով կապնված չլինենք այս աշխարհի հետ։ Մենք երկնքի հետ պետք է կապնված լինենք։ Սա շատ կարևոր է։ Ու պատկերացեք Դանիելը, երբ որ գերությունների մեջ էին, թագավորը ուղարկում է մի քանի երիտասարդներ բերում են, շատ մարդկանց են բերում, բայց այս 4 երիտասարդները հատկապես շեշտադրվում է Դանիելի մարգարության մեջ։ Պատկերացեք, երբ որ սրանց բերում են, ուզում եմ կարդամ այս հատվածը։ Խնդրում եմ ուշադիր լսի։ Տեսեք, ինչ ասում թագավորը, երբ որ կանչում է այդ գերիներից երիտասարդ տղաների։ Եվ թագավորը ասեց իր ներքնապետ Ասփենազին, որ բերե Իսրայելի որդկանցից եւ թագավորական սերունդից ու իշխանազուներից բնավ արագ չունեցող, գեղեցկադեմ, ամեն իմաստության ընդունակ, գիտության տեղյակ, հանճարեղ, թագավորական պալատում կանգնելու կարողություն ունեցող տղերք, եւ նրանց սովորեցնեն քաղդեացիների գիրն ու լեզուն։ Գիտեք, երբ որ այս բոլոր կրիտերիաները նայում ենք, ստե որ ասում է Իսրայելի որդիներից, դա նշանակում է Աստծո որդիներ։ Թագավորական սերունդից դա նշանակում է մեր կոչումը, թագավորական քահանայություն։ Իշխանազուներից դա մեր ծառայության արժեքի մասին է խոսում։ Եվ ասում է իմաստուն, ընդունակ, գիտության, գեղեցկադեմ բառը։ Այդ նշանակում է, որ քո դեմքը պետք է արտահայտի Հիսուսին այս աշխարհի մեջ։
Լսում եք Հիսուսին, որ ասում է բնավ արատ չունեցող ոչ մի մեղավոր մարդ չի կարա արատ չունենա, բայց ամեն մի վերստին ծնված մարդը առանց արատի է։ Լսում եք, ամեն մի վերստին ծնված մարդը առանց արատի է, քո մեջ արատ չկա, եթե ինչ-որ օտար բաներ կա, ձերբազատվում ենք, որովհետև Աստված խոտան չի ստեղծում, Աստծո որդիներին ստեղծելով նա արատ չի ստեղծում, նա կենթանի զավակներ է ստեղծում, որոնք լցված են փառքով ու գեղեցկությունով։ Մի խոսքով, ու սովորացնում է իրանց գիրն ու գրականությունը քաղդեացիների, որ այդ ժամանակի հետ իրանք կարողանան կոմունիկացիա ունենան, բայց իրանք հասկանում են, որ իրանք այդ երկրում են, բայց իրանք այդ երկրից չեն։ Իրանք Բաբելոնում են, բայց Բաբելոնից չեն։ Սիրելիներ, ինչ են անում այս երիտասարդները։ Հեսա եկեք ես բանի վրա ձեր ուշադրություն գրավեմ։ Եվ թագավորը նրանց համար օրական ռոճիկ որոշեց թագավորի կերակուրից եւ իր խմած գինից, եւ որ նրանց սնուցանե 3 տարի, եւ հետո կանգնեն թագավորի առաջին։ Եվ նրանցում կային Հուդայի որդիներից Դանիելը, Անանյան, Միսայելը եւ Ազարյան։ 8-րդ, 9-րդ խոսքերը տեսեք ինչա կատարվում։ Իրանց համար հələ մտածեք, օրական ռոճիկ, թագավորական կերակուրներ եւ թագավորական խմելիքներ։ Սա խորհրդապատկերը այս աշխարհի ամենալավ բաները, որովհետև թագավորին խոտան չէին բերում։ Ամենալավ բաները այս աշխարհի ձեր թշնամին կարա դառնա։ Եթե դուք ուղղահայաց հարաբերություն ծնկած եք։ Որովհետև այս մարդկանց սովորական բան չեն առաջարկում, ասում են թագավորական կերակուրներից ու թագավորական խմելիքներից։ Սիրելիներ, ուզում եմ, որ դուք տեսնեք մի կարևոր բան, որ սովորական կերակուր չեն իրանց հրամցնելու։ Նրանց համար ամենաճոխ բաները, ոնց որ թագավորին էպես իրանց պետքա տան։ Ու ինչ է անում Դանիելը։ Դանիելը որոշեց իր սրտում, որ իրան չպղծի թագավորական կերակուրներով եւ նրա խմելիքներով։ Խնդրեց նաեւ ներքնապետից, որ իրան չպղծի։ Ուզում եմ այստեղ ձեր ուշադրություն գրավեմ։ Ես ու դու ուղղահայաց հարաբերություն ունենք։ Երբ որ մենք տարվում ենք այս աշխարհի բաներով, նրանք կարողություն ունեն քեզի պղծելու։ Անկեղծ բան եմ ուզում, որ դուք տեսնեք։ Երբ որ այս աշխարհի ամենալավ բանն էլ դու ունենաս, բայց Աստծուց կտրված, ինքը արդեն քեզ պղծել է։ Դրա համար Աստծո խոսք ասում, ավելավա մի փոքր պատար հացը խաղությունով, քան թե գեր զվարակը կռվով դավով, որ ինչ որ մեկին ասեն մատս աչքը կողեմ, ասեն տես ես ինչ կարամ անեմ։ Էսի պետք չի ձեզ։ Սա վտանգավոր կլինի մեզ համար։ Ուզում եմ ուշադրություն, որ ձեր մրցակցության այդ այս աշխարհի հետ մրցակցությունը դադարեցնեք։ Դուք այս աշխարհից չեք, որ մրցակցեք այս աշխարհի հետ։ Դուք երկնքի քաղաքացիներ եք, ունդեղի իրականությունը պետքա բերեք, բայց այդ իրականությունը ակտիվանում է ձեր ուղղահայաց հարաբերության հաշվին։ Այս մարդիկ որոշեցին չպղծվեն այդ կերակուրներով։ Ուղիղ 3 տարի կարելի ասել նրանք ծոմի մեջ ոնց որ լինեին։ Ուղիղ 3 տարի նրանք չկերան այդ թագավորական կերակուրներից։ 10 օր փորձվեցին։ Իրանք ավելի լավ գտնվեցին, երբ որ մենակ ընդեղեն էին ուտում ու ջուր էին խմում։ Ու դրանից հետո ասում է այդ ծառան, որ իրանց վրա պատասխանատու էր։ Գիտեք ինչ անում։ Ինքը գնում է թագավորի կերակուրները, որ իրանց հասանելիքը վերցնում է, բայց իրանց ուրիշ բան է տալիս, իրանց ուզածն է տալիս։ Ուղիղ 3 տարի հետո այս բոլոր երիտասարդները ներկայանում են։ Ոչ մեկ մի բերան չի տվել թագավորական կերակուրից։ Գիտեք ինչու, որովհետև այդ սաղ կերակուրները խորհրդապատկերն այսօր, որ մենք այս աշխարհից ենք օգտվում, ոչ թե երկնքից։ Ու մենք ուզում ենք, որ Աստծո զորությունը գործի չի լինի տենց։ Դու պետք է երկնքից սնվես, քո աղբյուրից սնվես, որտեղից քո զորությունն է, քո ամեն մի բանը, սա շատ կարևոր է։ Ուղղահայաց հարաբերությունը մեր ուժեղ զենքերից մեկն է։ Ուշադրություն դարձեք 9-րդ խոսքը, ինչ ասում առաջին գլխի 9-րդ խոսքը։ Երբ որ Դանիելը ու իր հետի այդ տղաները որոշեցին իրանց սրտում, որ իրանց չպղծեն, եւ խնդրեցին նաեւ այդ ծառայի ներքնապետին, որ իրանց չպղծի, տեսեք ինչ անում Աստված։ Աստված Դանիելին շնորհ եւ ողորմություն տվավ ներքնապետի առաջին։ Էսի մի հատ որոշման պատճառով, որ իր ուղղահայաց բանը չվնասվի, որ իր ուղղահայացը Աստծո հետ պաշտպանված լինի։ Ու երբ որ իրանք այս փորձությունը անցնում են 3 տարին լրանում է, պատկերացեք 3 տարուց հետո նրանք պետքա գան արդեն թագավորի առաջ։ Ինչ անում Աստված այս տղերքին իրանց այդ հարատևման որոշման համար։ Նրանք մի 10 օրվա հետ չէին աշխատում, 10 օրից հետո 3 տարի հարատևեցին այդ մթնոլորտի մեջ։ Նրանք 3 տարի հարատևեցին իրանց նվիրվածության ու հավատարմության մեջ Աստծուն։ Նրանք իրանց ուղղահայաց հարաբերությունների մեջ հավատարիմ գտնվեցին։ Ու արդյունք ինչ ենք տեսնում։ Աստված այս 4 տղերանց գիտություն հանճար տվավ ամեն դպրությունում եւ իմաստությունում։ Եվ Դանիելը հասկանում էր իր ամեն տեսիլքներ եւ երազներ։
Ու սրանից հետո իրանք նոր ներկայանում են թագավորին։ Ու երբ որ ներկայանում են թագավորին, հələ տեսեք թագավորը ինչ քնություն որ անում այս տղերքի հետ։ Ասում է թագավորը նրանց 10 պատի գերազանց էր գտնում իր բոլոր թագավորությունում եղող մոգերիցը ու հմայողներիցը։ Ինչ եք բացահայտում ստեղ, որ քո ուղղահայաց հարաբերությունը ինքն է որոշելու քո հորիզոնական հաջողությունը։ Եթե ուղղահայաց հարաբերությունից մենք ընկնում ենք, մենք կռիվ ենք տալիս, որ այս հորիզոնական հարաբերության մեջ հաջողվենք, մենք Ադամի պես ենք վարվում, տառապում ենք, չարչարվում ենք, նեղանում ենք, հիասթափվում ենք, բարկանում ենք, բորբոքվում ենք, որ ինչ որ մի հատ հաջողության հասնենք։ Սիրելիներս, այդ ամեն ինչը նրա մասին է խոսում, դրանք նշաններ են, որ ուղղահայացը խախտված է, դուք ուղղահայացի հետ գործ ունեք, որտեղ դրանց է կախված։ Մարդիկ գերության մեջ էին, հիշեք, բայց իրանց ուղղահայաց հարաբերությունը շատ մեծ դուր բացեց։ Եկեք գանք մեր Փրկչին, եկեք գանք մեր Տիրոջը, ինչքան է դուրս գալիս Հիսուսի այս ծառայությունը, որ ինքը եկավ, որ վերականգնի այս բանը մեզ համար։ Ինքը եկավ, որ մեր ուղղահայաց հարաբերությունը վերականգնի։ Ամբողջ Հիսուսի ծառայությունը մի բան է բացահայտում ուղղահայաց հարաբերության վերականգնման մասին է, որի պատճառով փրկությունը տարածվում է ամբողջ հորիզոնական այդ ոլորտի մեջ։ Գիտեք, եթե ուղղահայացը չվերականգնվի, հորիզոնականը չի հաջողվում։ Չխափնվեք, խնդրում եմ ձեզ, չխափնվեք ժամանակավոր հաջողությունների պատճառով, չխափնվեք ժամանակավոր հաջողությունների պատճառով։ Եթե ուղղահայաց հարաբերությունը խախտված է, մեծ հարցը ով է քեզի օգնում։ Պետք է զգուշ լինենք։ Հիսուս շատ առաջնայնություններ է բարձրաձայնում։ Առաջին առաջնայնություններից մեկը, որ ինքը բարձրաձայնում է, ինքը խոսում է այդ հաջողության մասին։ Որ հաջողության, ոնց եմ ես հաջողվում, ինչի հաշվին եմ ես հաջողվում, իմ հորիզոնական դաշտում փրկելով, բժշկելով, ազատագրելով, կերակրելով, հրաշքներով, այս ամեն ինչով, ինչի հաշվին, ու նա այս գաղտնիքը բացում է, հələ տեսեք ինչ ասում նա։ Հիսուսը ասում է ամեն բան ինձ տրվեցավ իմ հորից, Մատթեոս 11:27-30-ը։ Ամեն բան ինձ տրվեցավ իմ հորից, եւ ոչով չի ճանաչում որդին, բայց միայն հայրը, եւ ոչով չի ճանաչում հորը, բայց միայն որդին։ Ուղղահայաց հարաբերության մասին է խոսում։ Նա ասում է, որ այս ուղղահայաց հարաբերության պատճառով դու կարաս ազատ լինես ամեն դիվական ներկայությունից, որտեղ հենց էսի կորումա դու ընկնում ես ծուղակը։ Լսեք ինչ ասում շարունակությունը։ Երբ որ այս ուղղահայաց հարաբերության մասին ինքը բարձրաձայնում է, ինքը կանչանում բոլոր իրան լսողներին։ Ինձ մոտ եկեք։ Ինձ մոտ եկեք։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ արի ուղղահայաց հարաբերության մեջ։ Հոգնած ես, որովհետև իր հետ չես։ Տանջվում ես, որովհետև իր հետ չես։ Կողոպտվում ես, որովհետև իր հետ չես։ Նա ասում է բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, ինձ մոտ եկեք։ Եկեք ուղղահայաց հարաբերության մեջ։ Եկեք ինձ մոտ, եկեք ինձ մոտ, եկեք ինձ մոտ։ Ինչա ինքը ասում եկեք ինձ մոտ։ Ինքը ուզում է մեր ու իր հարաբերությունը վերականգնի, որովհետև եթե այս հարաբերությունը չի բարձրանում, մենք հոգնում ենք, բեռնավորվում ենք, տանջվում ենք, տառապում ենք։ Հասկանում եք, թեթևամիտ չպետք է լինենք, մենք պետք է գանք, որովհետև ինքը կանչում է այդ հարաբերությունների ակտիվության մեջ։ Դրա համար ասում ինձ մոտ եկեք։ Հետո ասում է ձեզ վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեք։ Ինչ լուծ։ Լուծը ընդհանրապես ծառայության մասին է խոսում, բայց այս դեպքում հարաբերության լուծը, որովհետև մինչև այդ ինքը ասում է ես հորն եմ ճանաչում, հայրը ինձ է ճանաչում, ասում այս լուծը առեք ձեր վրա։ Այս լուծը պետք է վերցնեք, որ դա տարածվի ձեր ամեն մի հորիզոնական բնագավառների վրա, որ դուք համոզված լինեք, որ ձեր որևիցե մի հաջողությունը ձեզի Տիրոջից չի հեռացնում, որ դուք համոզված լինեք, որ որևիցե մի ձեռքբերումը ձեզի թույլ չի սարքում, Տիրոջ ներկայությունից չի գողանում։ Մենք բոլորս հաղորդակցման մարդիկ ենք։ Ոչ մեկս չենք սիրում, որ մի 5 րոպե ժամանակ են մեզի տրամադրում ու վերջ։ Եթե ուզում ես հաղորդակցես, ուզում ես գոնե մի քիչ մեծ ժամանակ լինի, որ բան հասկանաս քո հաղորդակցությունից, այդպես չի։ Այդպես չի։ Յուրաքանչյուրը, որ մեկի հետ սիրելի մարդու հետ ուզում եք հաղորդակցեք, ուզում եք որ դա 5 րոպե տևի։ Դուք ուզում եք մի քիչ երկար տևի, որ նստեք, խոսակ, ասեք, խոսակ, լսեք, վերաբերում ունենաք, դա հարաբերություն է։ Հիսուս ասում է ինձ մոտ եկեք։ Սիրելիներս, ձեր յուրաքանչյուր 5 րոպեվա աղոթքը դա հաղորդակցություն չի, դա պրոստը կարիքների սրտհովանք է, որ Աստված լսի ձեզ օգնի։ Պետք չէ էսպես, պետք չէ էսպես, պետք չէ էսպես։ Ու ծառայողների էլ օրինակ չբերեք հանկարծ։
Այն ծառայողները, որ ամեն օր աղոթքի մեջ են, իրանց համար 5 րոպե դիմելն էլ կարա հարցի լուծ լինի, որտեվ իրանք անդադրա մեջ են։ Բայց եթե դու անդադրա մեջ չես ու փափագը չի բարձան, որ գաս ընկնես Տիրը, ոնց եմ քեզ կարոտե։ Ոնց եմ քեզ կարոտե Հիսուս ջան։ Ամբողջ օրը անցավ մի հատ քո մասին չհիշեցի։ Ամբողջ օրը անցավ, ես պրոստը քո պաշտպանությունն էի խնդրում, բայց քո հետ չէի հաղորդակցվում։ Սիրելիներ, այսպես պետք չի, որովհետև մենք կարանք Աստծուն լավ օգտագործողներ դառնանք, ոչ թե իր այդ համագործակցողներ։ Ուշադրություն դարձնենք, Հիսուս շարունակում է առաջնայնությունների մասին խոսալ, Հովհաննեսի 14:10-12-ում նկարագրում է, որ կարևոր բաներից մեկն ասում է, ես հոր մեջ եմ եւ հայրը ինձանում է։ Նա խոսում է ուղղահայաց հարաբերության ճոխության մասին եւ վերականգնման մասին։ Ու ինքը կանչում է մարդկանց, որ այս իրականության մեջ գան։ Դրա համար ասում է, հավատացեք ինձ, որ ես հոր մեջ եմ եւ հայրը ինձանում է։ Հավատացեք, որ էսի շատ կարեւոր է, որ դուք Աստծո հետ շփում ունենաք եւ Աստված ձեր հետ շփում ունենա, որ դա այսպես չլինի։ Եկանք աղոթքի մեջ, Տեր ջան, ես կարիք ունեմ, խնդրում եմ, օգնի ինձ, որ ես գործի մեջ հաջողվեմ։ Օգնի ինձ, որ ես հարցը լուծվի, օգնի, որ ես հարցում ես ճեղքում ունենամ, օգնի, որ ես այս բանը կարողանամ ձեռք բերեմ, օգնի, որ ես այս հարցերը կարողանամ լուծեմ։ Ու մի հատ ձևի համար աղոթ չի բարձրանում, Տեր օգնի, որ այս մարդիկ փրկվեն։ Ինչ անեն, որ այդ մարդիկ փրկվեն։ Ինչ ես ուզում, որ անեն, որ այդ մարդիկ փրկվեն։ Մենք աղոթք դարձրենք մենակ հորիզոնականի հիմքի աղոթք։ Աստված չի ուզում այսպես։ Աստված ուզում է, որ դուք կանգնես, ասես, Տեր, ուզում եմ քեզ ճանաչեմ։ Հետո որ դուք աղոթք անում եք, վերջ ասում եք, մի թողեք գնացեք, մի քիչ լուր նստեք։ Չէ՞ որ դուք խոսացիք, ինքն էլ ուզում ձեր հետ խոսա։ Ինքան վրաս չլնես, որ հլնես թողես, այդած մի գոնե 5 րոպե լուր չնստես, որ իրան լսես, որ բաներ արձանագրես քեզ համար։ Տերը նույնպես ուզում է քո հետ խոսա։ Եկեք շարունակենք։ Հիսուս այս բանը բարձրաձայնում առաջնայնությունները։ Անկամ գործի հետ կապված, ասում է, եթե չեք կարողանում այս բանն հավատաք, ապա հավատացեք այն գործերին, որ այս գործերը ես ինձանով չեմ անում, այլ իմ հոր հետ հարաբերության հաշվին եմ անում։ Ու դրա մասին 5-րդ գլխում բարձրաձայնում է։ Ասում է, Հիսուս պատասխանեց եւ ասեց նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ, թե որդին իրանց կարող չէ ոչինչ անել, թե որ չտեսնե հորը անելիս, որտեւ ինձ ինչ որ նա անում է, հենց որդին էլ այն բաները նրա նման է անում։ Ո՞վ է ուզում այս վիճակը։ Կաս թե մարդ, որ ուզում է այս վիճակը, որ դու տեսնես հայրը ինչ անում, որ դու էլ այդ նույն բանը անես։ Սա հնարավոր է։ Հիսուսը եթե էսի ասել է, սա ուրեմն հնարավոր ամեն մեկիս համար։ Ուղղահայաց հարաբերությունը որոշում է քո հորիզոնականի շարժը։ Եթե ուղղահայացը ինքը վնասում է քո հորիզոնականը, ինքը մենակ այս հարթակում է գործում։ Այդ նշանակում Աստծուց կտրված է։ Վաղ մեկ էլ դու դառնալու ես համար առաջին թշնամին Աստծուն, խաչի խոսքի։ Որովհետև խոսքն է այդպես ասում, ես ինձանից չեմ ասում։ Խոսքը Փիլիպպեցիների մեջ կոնկրետ գրված է։ Նրանք, ովքեր մնում են հորիզոնականի հարթակին, իրանք թշնամիներ են դառնում խաչի արած գործին, որ եկել է, որ մեր ուղղահայաց հարաբերությունը վերականգնի, որտեղ մենք Աստծո հարաբերություններից ենք ընկել։ Դրա համար էլ վնասում ենք բոլոր հորիզոնական հարաբերությունները։ Տեսեք, շարունակությունն եմ ուզում տեսնեք։ Հիսուսը այս բոլոր խոսքերը խոսում է ու բերում է մի կարևոր կետ էլի։ Ասում է, ճշմարիտ ասում եմ ձեզ, 24-ը։ Իմ խոսքը լսողը եւ ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի եւ դատաստան չի մտնել, այլ մայից փոխվեցավ դեպի կյանք։ Ում լսողը, ինձ լսողը, ում հավատացողը, ինձ ուղարկողին հավատացողը։ Բոլոր այս խոսքերը կապ ունեն ուղղահայաց հարաբերություններին։ Բոլոր այս խոսքերը կապ ունեն մեր ու Աստծո միջև եղած հարաբերություններին, որը պետք է անդրադարձ ունենա այս հորիզոնական դաշտի մեջ։ Եթե մենք իր հետ հարաբերության մարդ չենք, նշանակում է հորիզոնականի մեջ մենք ընկնում ենք ծուղակը, վնասվում ենք։ Ուրեմն, փորձության ժամանակ, պատկերացեք փորձության ժամանակ, Հիսուսը ինքը հակազդում է սատանայի բոլոր ոտնձգություններին գրված խոսքով։ Սա խոսում է իր կենտրոնացման մասին, որ ինքը ուղղահայաց հարաբերության հաշվին է հակազդում սատանայի ոտնձգությունին։ Ձեզանից ոչ մեկ չի հաղթի սատանայի ոտնձգությունը, եթե ուղղահայաց հարաբերությունը ձեր մեջ ուժեղ չեղավ։ Մի հատ փոքր փոթորիկ սաղ կորցնելու եք ձեզ։ Ուղղահայաց հարաբերությունը որոշում, որ դուք հակազդեք մարդկության թշնամուն։ Լսում եք։ Ուղղահայաց հարաբերությունը ոչ մեկ ուրիշ բան, ոչ ծանոթդ, ոչ մի հարազատդ, բարեկամդ, ուղղահայաց հարաբերությունն է որոշելու ոնց եք դուք հակազդելու թշնամուն։ Վախենալու եք, թե չեք վախենալու։ Հակազդելու եք։ Հիսուսը
իր փորձության ժամանակ գերադասում է Աստծո խոսքին տրվել ու Աստծո խոսքի հետ գործել, գրված խոսքը հռչակելով ու դրանով իսկ հակազդելով։ Սա կոչվում է առաջնայնություն, սիրելիներս։ Հիսուսը շատ առաջնայնություն էր տալիս աղոթքին, որովհետև աղոթքը դա ոչ միայն կարիքների համար խնդրելը կամ ինչ-որ մեկի համար բարեխոսելը, դա նաև հաղորդակցություն է հոր հետ։ Դրա համար ամենադժվար պահին էլ Հիսուսը եկավ աղոթքի տեղը ու ասեց. «Հայր, ես քո կարիքն ունեմ, ես չգիտեմ այս բանը ոնց եմ անցնելու, բայց քո օգնությունն եմ խնդրում»։ Նա նախապատվություն էր տալիս աղոթքին, նա առաջնայնություն էր դարձրել աղոթքին։ Սենց եթե այսօր աղոթքը քո մոտ արդեն եսին որ մի պլանում է գտնվում, ապաշխարի անպայման, ապաշխարի, կոչ եմ անում, դու պետք է ապաշխարես ու չհամառես, չապստամբես, ապաշխարի, դու քո գլխին չսարքես հանկարծ, դու պետք է ապաշխարես, որովհետև եթե դու աղոթքը թողել ես եսին որ պլան, քո ամենագեղեցիկ հաղորդակցությունը մարդ-մարդ հարաբերության մեջ վերածվելու է քաոսի։ Ինչու՞, որովհետև դու կտրվել ես այս երկնային բերկրանքից։ Դու ո՞նց կարաս մարդ-մարդ հարաբերության մեջ հարաբերություն ունենաս, հետին միտք չունենաս։ Սիրելիներս, դու պետք է այս գեղեցկությունը ճաշակես, որ եւ որ մարդկանց հետ հաղորդակցվես, մի հատ հետին, անկապ, հիմար, անպիտան միտք մեջը չունենաս։ Էսի շատ կարևոր է։ Հիսուս առաջնայնություն էր տալիս 17-րդ գլխում են կարդում դրա մասին Հովհաննեսի, Մատթեոսի 26-ում են կարդում, որ ամեն ժամանակ նվազում էր աղոթքի, նվազում էր հոր հետ հանդիպման։ Սա իր ուղղահայաց հարաբերությունն էր ու ինքը ինչպես երկրորդ Ադամ, նա օրինակ դարձավ, որ առանց սրա դու չես կարա, առանց սրա դու չես կարա, դու պետք է սրա հետ լնես, որ այդ ուղղահայաց հարաբերությունը բերես քո հորիզոնական մթնոլորտ մեջ, որ փոփոխություն գա։ Մենք ուզում ենք փոփոխություն ոչ իր հաշվին, մենք ուզում ենք փոփոխություն առանց իրան հանձնվելու։ Սիրելիս, այսպես չի լինում։ Եկեք իրականում հասկանանք Հիսուսի սիրտը, ինչ է Հիսուսը ստե բարձրաձայնում։ Հələ տեսեք, ուզում եմ ձեր ուշադրությունը գրավեմ, որ ուղղահայաց հարաբերությունը կենթանի է պահում ամեն մի հաջողությունը հորիզոնական հարթակում։ Հիսուսը մի գործի մեջ չվրիպեց, անգամ եթե հակառակություն կար։ Պատճառը գիտեք ո՞րն էր, որ ինքը երբեք ուղղահայաց հարաբերություններից չի կտրվել։ Նա միշտ մնացել, նա պինդա բռնվել այդ հարաբերություններից։ Դրա համար ինքը ոչ մի հորիզոնական հարաբերությունների մեջ ձախորդություն կամ ձախողում չի ունեցել։ Անգամ զարմացել է, բայց չի ձախողվել։ Տեսնելով մարդկանց անհավատություն, բայց չի ձախողվել։ Նա երբեք չի ձախողվել։ Հասկանում եք, նա երբեք չի ձախողվել։ Ինչու, որովհետև ուղղահայաց հարաբերությունները իրականում կենթանի են պահում քո հորիզոնական դաշտը, որովհետև ինքը անընդհատ այդ հարաբերությունների մեջ կենթանի էր, մեռած չէր, միակողմանի չէր։ Ես մեկ-մեկ պատկերացնում եմ, գիտեք, խնդրեմ փառաբանողներ բարձրանան, ես մեկ-մեկ պատկերացնում եմ, որ գալիս եմ աղոթք անելու, արագ-արագ իմ խնդիրները ասում եմ, մեկ է ժամանակը հասնում եմ, գնում եմ, մի օր Տերը ասեց, այդ դու խոսալ գիտես, ես խոսալ չգիտեմ, բա ես էլ եմ ուզում խոսամ քո հետ, այդ մենակ դու ես ուզում խոսաս ու մենակ դու ասողը լնես, բա ես պետք է առաջին ասողը լնեմ, իսկ մենք գալիս ենք փոխանակ աղոթքի մեջ մնանք իրա ներկայից, ասենք Տեր, ինչ ունես այսօր ինձ ասելու, առաջինը դու ասա, նոր հետո ես կասեմ։ Կարանք այսպես մոտենանք մեր աղոթքի մեջ։ Գիտեմ, լիքը խնդիրներ ունեք, բայց երբ որ գալիս եք Աստծո առաջ, վերցեք մի որոշ ժամանակ, սիրելիներ, վերցեք մի որոշ ժամանակ։ Ես մոտակա մի շաբաթը, երբ որ կմտնեք ձեր աղոթքի սենյակները, առաջին ասա Տեր ջան, արի առաջինը ես հարցնեմ քեզ, ինչ ունես ինձ ասելու։ Նոր հետո ես կասեմ, ես ինչ ունեմ քեզ ասելու։ Թեպետև ինքը գիտի։ Ուղղակի հաղորդակցության բանն եմ ասում, ոնց կարելի է զարգացնել։ Եկեք ես ուղղահայաց հարաբերությունը բարձրացնենք։ Հիսուսը տեսեք, ինչ անում։ Նա առաջնայնությունների մասին բարձրաձայնում է նաև իրան հետևող ժողովրդին ասելով. առաջ փնտրեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեք, մնացած բաները ձեզ կտրվեն։ Ինչքան էդի կարևորում էր Հիսուս իր ամբողջ ծառայության մեջ, որ ձեր առաջնայնությունների հարցերը լուծեք, ձեր առաջնայնությունների հարցերը լուծեք, որտեղ ինքը պետքա ձեր յուրաքանչյուրի համար դառնա առաջնայնություն։ Եթե ինքը չելավ այդ առաջնայնությունը մեր սրտերի մեջ, մեր կյանքների մեջ, մենք բաց կթողենք ինչ որ մեկին։ Օխ, ոնց Հիսուսը չի ուզում, որ մենք բաց թողենք։ Ոնց Հիսուսը չի ուզում, որ մենք հանկարծ բաց թողենք իրան, որ երբ որ ինքը գա, հանկարծ քեզի սпасելուց չգտնի, երբ որ ինքը գա, հանկարծ քեզ քնած գտնի։ Քնածները չեն սпасում, անջատվածները չեն սпасում,
Սիրելիներ, Հիսուսը շատ է հետաքրքրված, որ ձեր առաջնայնությունը բարձրանա շատ ուժեղ։ Գիտեք, այս ծոմապահության այս 3 օրը, որ մենք վերցել ենք, ինչի վրա էր մեր կենտրոնացումը։ Որովհետև տարբեր կարիքներ կար, տարբեր բաների համար մենք աղոթել ենք, բայց մեր մեծագույն կենտրոնացումը եղել է Տեր, թող մեր ֆոկուսը քո վրա վերականգնվի, թող մեր ուշադրությունը քո վրա վերականգնվի, թող մեր սերը քո հանդեպ նորոգվի, թող մեր ուշադրությունը այնքան ուղղված լինի քեզ վրա, որ մենք շատ հեշտությամբ քեզ չփոխենք որևիցե մի բանով։ Սիրելիներ, ինքը այնքան խաղաղության մեկն է։ Գիտեք ինքը ինչքան դժվար է բարկանում։ Բայց ինձ չի որ բարկանալ չգիտի։ Խոսքը ասում է զգուշ եղեք, որ որդին չբարկանա։ Ինքը այնքան համբերություն ունի։ Որդին իր բարկությունը դեռ չի բացել։ Խնդրում եմ ոչ մեկը ձեր բարկությունը չկերակրեք մարմնավոր։ Որդու բարկությունը դեռ բացված չի։ Որդու սերը բացված է, բայց ոչ որդու բարկությունը։ Որդու բարկությունը ունի իր ժամանակը։ Ոչ մեկը չարդարացնեք ձեզ, որ դուք Աստծո անունից բարկացած եք, որտեղ ոչ մեկիդ իրավունք տրված չի։ Այդ բարկությունը մենակ որդին պետք է արձակի, ոչ դու, ոչ ես։ Մեզանց յուրաքանչյուրս պետք է թույլ տանք, որ այդ ժամանակը գա, որովհետև հիմա բարկության ժամանակը չի, հիմա փրկության ողորմության ժամանակը, որ մենք այդ ուղղահայաց հարաբերությունը հասկանանք, Աստծո սերը հասկանանք։ Տեր ասում իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն, իմ մտքերը ձեր մտքերը չեն։ Այդ դեպքում մենք ուրեմն կարիք ունենք իր մտքերն ու իր ճանապարհներին։ Մենք կարիք ունենք իրան գանք, իրանից իմանանք, որ ման գանք իր ճանապարհների մեջ։ Իր ճանապարհների մեջ կյանք կա, այնտեղ մահ չկա։ Ու Տերը ուզում է, որ մենք այդ իրականության մեջ լինենք։ Սիրելիներ, եկեք մարմնին չկպնենք, եկեք կպնենք իրականում հոգուն, եկեք կպնենք Տիրոջ սիրուն քաղցրությանը, որը գերազանցում ամեն հասկացողությանը։ Մեր ուղղահայաց հարաբերությունը, ասեմ, այնքան կարևոր է, որ այսօր սենց զգում եմ սրտիս մեջ։ Ես շատ թեմաներ ունեի այս օրերին արձակված, որ այս ծոմապահության ժամանակ Տերը որներ խոսայի, Տերը էլի կօրհներ, բայց ամեն դեպքում դու նախապատվություն ես ուզում տաս Տիրոջը, ինչքան էլ որ բաներ բացվե, ինչքան էլ որ բաներ բացվե, ուզում ես նախապատվություն տաս։ Ու Տիրոջը ես հարցնում եմ, ասում Տեր ջան, ինչ կուզենաս էլի։ Կարամ ես մեկն էլ խոսամ, ուրբաթ օրը սրա մասին խոսացի շատ ուժեղ էր ներկայությունը։ Այս մի բանի մասին կարամ խոսամ, որտեվ էդ էլ է շատ ուժեղ։ Այս մի բանն էլ կարամ խոսամ, այս էլ է շատ ուժեղ։ Բայց գիտեք, երբ որ Տիրոջ ասում եմ, ինչ, ու Տերը ասում է, խոսա այս ուղղահայաց հարաբերության մասին։ Խոսա, որ ամեն մեկի ուղղահայաց հարաբերությունը շատ կարևորվի, որտեվ վերջի ժամանակներում էդիա ձեզի պահելու։ Վերջի ժամանակներում դա է ձեզի պահելու։ Ձեր ոչ մի փախուստը ձեզ չի պահելու, ձեր ուղղահայաց հարաբերությունն է պահելու։ Ձեր ուղղահայաց հարաբերությունը ոնց որ այդ ուղղահայաց հարաբերությունը այն տղերքին պահեց կրակի հնոցի մեջ, արյուծների գուբի մեջ։ Հիսուսն էլ գերեզմանից դուրս հանեց, այդ խաչից իջեցրեց, հասկանում եք, այդ ուղղահայաց հարաբերությունն է, որ քեզ պահելու է ամեն սատանայի ոտնձգությունից։ Դու զորություն ես ունենալ դրա հաշվին անցնելու, հաղթելու, տիրապետելու եւ ոչ թե մնալու խեղճ ու կրակ վիճակում։ Մարդկորեն չմտածես, քեզ էլ չխաբես։ Դու հարց տուր ինքդ քեզ։ Տեր, արդյոք ես քեզի հաճեցնում եմ։ Եթե կարաս ես հարցին պատասխանես քո ներսում, դու ինչ որտեղ ես հասել ուրեմն, շարունակի։ Բայց եթե չես կարես հարցին պատասխանես, որ ես քեզ արդյոք հաճեցնում եմ ամեն բանում, այն ժամանակ զարգացի, օգնություն խնդրի, արիթը բաց չթողես, որտեվ Հիսուս ասեց, ես միշտ իրան հաճեցնում եմ, որտեվ ինքը այդ ուղղահայացից երբեք չի կտրվե։ Մենք երբ ենք հաճեցնում, երբ որ այդ ուղղահայացի մեջ ենք, մենք իրականում չենք հաճեցնում, երբ որ հանկարծ մի պահ մեր ֆոկուսը կտրվում է այդ ուղղահայաց իրականությունից։ Մենք գալիս ենք մեր երեխեքով հիանում ենք, սիրում ենք, մեր աղբերներով, մեր քրերով, մեր հարազատներով, ու մենք զրկում ենք այն միակին, ով որ այդ ամենը տվել է մեզ, որ ինքն էլ մեզանով հիանա, սիրի, գուրգուրի, հաղորդակցվի, ասի գանձս ոնց եմ քեզ սիրում։ Մենք մեր երեխեքին չենք զրկում այդ բաներից, բայց Աստծուն զրկում ենք այդ բաներից, չէ՞ որ ինքն էլ ծնող է։ Չէ՞ որ ինքն էլ է ուզում ասի, գանձս ուզում եմ քեզ մի հատ գրկեմ ճմռեմ, մեր լեզվով ասած։
Նա ուզում է քեզ սիրի, նա ուզում է քո հետ այդ մտերմության պահ ունենա, նա ուզում է, որ դու ոչ թե գործնական լինես մենակ իր հետ, այլ նա ուզում է, որ դու հանձնվես, ինչպես քո երեխեն կարող է գցվի քո գիրկը, ասի պապ ջան ո՞նց ես, ո՞նց է օրը տանցե, ինչ լավ բաներ կա, ինչ կա սրտումդ, ինչ ես ուզում, կարանք իրար հետ մի տեղի թանք, կարանք իրար հետ մի լավ ճաշ ուտենք, կարանք իրար հետ մի հատ խնջույք կազմակերպենք։ Եկեք բարձրանանք, Հիսուս ստեղ է, Հիսուսը հիասքանչ ձևով ստեղ է։ Հալելույա։ Ինչ որ բան վերցեցիր քեզ համար։ Օգտակար էր ինչ որ դու լսեցիր այսօր։ Ով հասկացած, որ Տերը կանչում է իրան հանդիպման։ Սիրելիներս, առիթը բաց չթողեք, որովհետև ձեր առջև հրաշալի շաբաթ է բացվում։ Ես զգում եմ, որ Տերը շատ ուժեղ ուզում է հանդիպի։ Գիտեք, էդի զրնգում է իմ ներսում։ Ես ոնց որ ասես Աստծո ձայնը լսեմ։ Գիտեք ոնց, որ ասում է Ադամ ուր ես։ Ես ոնց որ լսեմ։ Գիտեք, այնպես չի, որ դուք չեք աղոթում։ Այնպես չի, որ դուք ասենք չեք բարեխոսում։ Այնպես չի, որ դուք ասես ժամանակ չեք անցկացնում։ Բայց ես հոգուս մեջ լսում եմ Ադամ ուր ես։ Լսում եմ այս բանը։ Գիտեք, կարելի է այնքան գործնական լինել մեր աղոթքի մեջ, բաց թողենք իրան, պրոստը հանձնվենք ու իրան սիրենք, թույլ տանք, որ ինքն էլ մեզ սիրի։ Խնդրում եմ, կարաս դու շատ գործնական լինես, ոչ մի խնդիր, բայց վերցրի շաբաթը, մոռացի քո սա գործերը, բայց ավելի շատ իր հետ հանդիպում ունեցի։ Մնացած բաներին զուգահեռ, ինչ որ կանես, կբարեխոսես, ում համար կկանգնես, ում կայցելես, ինչ կանես, բայց մնա այս ալիքին, որ ուզում ես իրան ճանաչես, մնա այս ալիքին, որ ուզում ես իր համար բացվես, որ ինքը ուզում է քեզ համար բացվի։ Հիշեք, երբ որ Աստված բացվավ Մարիամ Մագդաղենացուն գերեզմանի մոտ, նրա սուքը փոխվեց ուրախության։ Եթե այսօր քո ներսում չորություն կա, որ դադարել ես Աստծուն լսես, դադարել ես Աստծուն ճաշակես, Աստծո ներկայություն անգամ չես զգում։ Հա խոսքը գիտես լավ է, բայց խոսքին տրվել է պետք, որովհետև երբ որ խոսքին տրվես, կյանքդ կսկսի փոխվել։ Գիտեք, երբ որ Աստված բացվավ Մարիամին, այդ սուքի մեջ գտնվող կնոջը Հովհաննեսի 20-ում, հանկարծ Մարիամի սուքը փոխվեց ուրախության։ Նա լացում էր, հանկարծ իր լաց փոխեց ցնծության։ Նա հանգած էր, հանկարծ իր հանգած վիճակը փոխվեց նոր հանդերձների, ավետաբերի հանդերձների։ Դու կարիք ունես, որ Հիսուս քեզ հանդիպի։ Դու կարիք ունես, եկեք բարձրացնենք մեր ձեռքերը, եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Տեր այստեղ ներկա է։ Թանկագին Հայր, շնորհակալություն ենք հայտնում, որ դու կանչում ես մեզ հարաբերությունների մեջ, որ մենք առիթը բաց չթողենք քո հետ հարաբերություն ունենալու, քո հետ փոխհարաբերություն ունենալու։ Շնորհակալություն ենք հայտնում, որ դու ցույց ես տալի քո արժեքների համակարգը, ցույց ես տալի քո գաղտնիքները, ցույց ես տալի ինչի հաշվին ես դու հաջողված եղե։ Հիսուս, շնորհակալություն ենք հայտնում, որ դու ոչ մի բան մեզանից չես թաքցրել։ Դու ամեն բան բացեբաց բացել ես մեր յուրաքանչյուրիս առաջ ես գրվածքների միջոցով, թե դու ինչի հաշվին հաղթել ես, ում հաշվին հաղթել ես, ինչ հիմքի վրա հաղթել ես եւ արել ես այն ամեն գործերը, որ արել ես, որ մենք կարդում ենք, հիանում ենք, նորից ու նորից քեզ փառաբանում ենք, ուզում ենք, որ օգնես մեզանց յուրաքանչյուրից, որ մենք այդ ուղղահայաց հարաբերությունների մեջ, հոր հետ հարաբերությունների մեջ բարձրանանք սիրահարվածների պես, բարձրանանք ոչ թե գիտունների պես, բարձրանանք սիրահարվածների պես, ճանաչողների պես բարձրանանք, հանձնված լինողների պես բարձրանանք, տրվածների պես բարձրանանք, որ մեզ համար մեծագույն ուրախություն լինի քո հետ հաղորդակցվելը եւ բոլոր բաներից առավել ուղիղ այնպես, ինչպես որ դա քո համար էր։ Թանկագին Հիսուս, խնդրում ենք, որ քո օգնություն տարածվի քո եկեղեցու վրա, որ քո եկեղեցին սիրահարված լինի ինչպես հարց քո վրա, որ քո եկեղեցին տարված չլինի օտար բաներով, այլ ինքը տարված լինի քեզանով, որ իր սիրտը պատրաստի այդ սпасելուն, որ իր ամբողջ ներսով ձգտի դեպի քեզ, փափագի քեզ։ Մենք ինչպես եկեղեցի խնդրում ենք այս օգնությունը յուրաքանչյուրի համար, յուրաքանչյուր որդիների ու դուստրերի համար, որ քո մարմնի մաս են իրանցից ներկայացնում, քո մարմնի անդամներ են, թող ամեն մեկի սիրտը ուղղված լինի դեպի քեզ, թող ամեն մեկի միտքը ուղղված լինի դեպի քեզ, թող ամեն մեկի փափագը դու լինես, քո ուզածները, որը բարի են եւ ոչ թե չարիք են։ Դու սիրող հայր ես եւ քո սերը մեզ չարիք չի անում, այլ ընդհակառակը բարիքը անում, օգնի, որ մենք չկտրվենք այդ իրականությունից, որը մեզ համար վերականգնված է, ու չհեռանանք մեզ հրաժարված համարելով քո
խնջույքի սեղանից, որը սպասվում է մեզ յուրաքանչյուրից, օրհնում ենք յուրաքանչյուրի կյանքն ու ընթացքը, խնդրում ենք Հայր, թող քո ներգործությունն ու ներկայությունը այնպես վերցնի յուրաքանչյուրի սիրտը, որ յուրաքանչյուրը իրականում պատճառ հանդիսանա, որոնց շնորհիվ իրականում շատ մարդկանց սրտեր կդառնան դեպի քեզ, եւ քո տունը կլցվի բազմականներով, եւ քո տունը կլցվի իրականում փառահեղ խնջույքով, որի համար դեռևս ժամանակ կա, ու խնդրում ենք թող այդ ժամանակը մեր ամեն մեկից տեսադաշտում լինի, որ մենք չապրենք մեր օրերը այնպես, որ կորցնենք, այլ մենք այնպես համրենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ունենանք, որ կարողանանք իրականացնենք այդ մեծ առաքելությունը, որ դու ունես քո ընտանիքի համար, այս եկեղեցու համար, մեր յուրաքանչյուրիս համար, Հիսուսի զորավոր անունով։ Խնդրեմ, որ ձեռքերը դնես քո մարմնի վրա հիմա։ Գիտեք, Հիսուսը ստեղ ներկա է ու ինքը չի դադարել դեռ հրաշքներ անելը, նա շարունակում է հրաշքներ անել։ Եկեք աղոթենք, որ Աստված իր հրաշքները հայտնի ձեր մեջ, լավ, որովհետև եթե ուղղահայաց հարաբերությունից այդ հրաշքները գալիս էր, հիմա տեղին է, որ այդ հաստատությունը գա ձեր մեջ, ամեն, որ ինքը հաստատի, որ ինքը ստե ներկա է, ինքը հաստատի, որ ինքը ձեր բժիշկն է, որ ինքը հաստատի, որովհետև այդ իր գործն է ձեր մեջ, ու ինքը ուզում է ցույց տա այդ բանը ձեզ համար։ Հենց հիմա Հայր երկնային աղոթում եմ յուրաքանչյուրի համար, արձակում եմ քո ներկայությունը, որ կոտրում է ամեն տեսակի չարի ազդեցությունը։ Ես հենց հիմա խնդրում եմ, թող քո բժշկությունը թափանցի ամեն մեկի մարմնի մեջ, ամեն ցավ հրամայում եմ, որ հեռանա, ամեն մի տանջող ոգու ազդեցությունը ես քանդում եմ յուրաքանչյուրի մտքի վրայից։ Ամեն մի տանջանք, որ կա մարդկանց մարմինների մեջ, հրամայում ենք, որ հենց հիմա հեռանա։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն մտավոր տանջանք, ամեն մի ֆիզիկական տանջանք, մենք քանդում ենք, ամեն մի բան, որը անհաշտության պատճառով ցավ առաջացնում մարդկանց սրտների մեջ, դա էմոցիոնալ ցավ է, մենք քանդում ենք այդ բոլոր ազդեցությունները յուրաքանչյուրի ընտանիքի վրայից, յուրաքանչյուրի տան անդամների վրայից։ Մենք հրատարակում ենք քո միջամտությունը, Տեր, հայտնի քո փառքը, հայտնի ինչպես Մարիամին բացվեցիր, բացվի յուրաքանչյուրին, որ իրանք տեսնեն փոփոխությունը, տեսնեն այդ կյանքը, տեսնեն այդ Երուսերը, թող այդ իրականությունը վերցնի ամեն մեկի սիրտը, որ մարդիկ առողջ ու հաջող լինեն իրանց ընթացքի մեջ, վազեն, արծիվների պես ցավառնեն, Օ Սուրբ Աստված, հենց հիմա հռչակում ենք, որ ծնկները բժշկվեն, նրանք ովքեր տկար են քայլելու մեջ, Տեր, թող հենց հիմա բժշկություն գա, որ այդ ոսկորները ամրապնդվեն, որ հոդերը ամրապնդվեն, որ նորմալ կարողանան քայլեն, ակտիվ ընթացք ունենան, ամեն մի բան, որը կուրություն է բերում յուրաքանչյուրի մտքի մեջ, մենք հենց հիմա սաստում ենք այդ կուրության ոգուն, հրամայում ենք, որ հեռանա յուրաքանչյուրից։ Ամեն մի բան, որը անդամալույց է դարձնում յուրաքանչյուրի ակտիվությունը, որ մարդիկ ակտիվ գործեն, մենք քանդում ենք այդ յուրաքանչյուրի վրայից։ Հիսուս, շնորհակալություն ենք հայտնում, որ դու հենց հիմա բժշկում ես յուրաքանչյուրին, խնդրում ենք, թող այդ բժշկությունը այնքան ակտիվ դառնա ամեն մեկի մեջ, որ մարդիկ ցածկեն եղնիկների պես, նրանք ակտիվանան, նորոգվածների պես ակտիվանան, որ ծանրացածման չգան, այլ քո թեթև ձեռքով ման, քո թեթև զորությամբ ման, արձակում ենք այդ օգնությունը յուրաքանչյուրի համար, Հիսուսի զորավոր անունով։ Ամեն, ամեն, ամեն։ Ով է զգում Աստծո ներկայությունը, ով է իր ներսում փոփոխություն զգում, ով է զգում իրականում, որ Տերը հենց հիմա իրան հպվում է։ Գիտեք, Տերը իրականում հպվում է հենց հիմա ձեզ, հենց հիմա։ Դրա համար եկեք բարձրացնենք հենց հիմա մեր ձեռքերը, շնորհակալություն հայտնենք իր ներկայության համար, իրան շնորհակալություն հայտնենք, հա։ Ուղղակի նրա համար, որ ինքը կա մեր կյանքում, որ մենք որբ չենք, մենակ չենք, անտեր չենք, թողված չենք, բացի թողնված չենք, որ նա մեր հետ է, մեզ սիրում է, նա գրկում է մեզ։ Եկեք բարձրացնենք, սիրո երգ երգենք իրան, մեր սրտի սիրո երգը բարձրացնենք։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Եկեք երգենք նրան։ Ուզում եմ լինել որտեղ դու կաս, ուզում եմ լինել սրտիդ մոտիկ, քո սիրո պես սեր չկա, քո սիրո պես սեր չկա։ Երկրպագենք նրան, երկրպագենք։ Ուզում եմ լինել որտեղ դու կաս, ուզում եմ լինել սրտիդ մոտիկ, քո սիրո պես սեր չկա, Այո Տեր, այո Տեր։ Օ Հիսուս, քո սիրո պես սեր չկա,
ուզում եմ լինել որտեղ դու կաս ուզում եմ լինել սրտիդ մոտիկ քո սիրո պես սեր չկա քո սիրո պես սեր չկա Ուզում եմ լինել որտեղ դու կաս Հիսուս Ուզում եմ լինել սրտիդ մոտիկ Քո սիրո պես սեր չկա Հիսուս չկա քո սիրո պես սեր չկա Հալելույա Գիտեք եկեք հիմա վերցնենք մեր ձեռքերը մեկս մյուսի Գիտեք, եկեք աղոթենք մեր երկրի համար։ Մենք ինքան կարևոր տեղում ենք գտնում ու ինքան լուրջ բաների առաջ ենք կանգնած։ Եկեք աղոթենք, որ Աստծո միջամտությունը վերցնի մեր երկիրը։ Աղոթենք մեր երկրի համար։ Ամեն սիրելի եկեղեցի։ Այս երկիրը ձեր աղոթների կարիք ունի։ Եկեղեցու աղոթքի կարիք ունի։ Եկեք աղոթենք արձակենք Աստծո օգնությունը։ Ամենակարող Հայր, մենք մեր ձայնը հիմա բարձրացնում ենք մեկ սրտով, մեկ մտքով, մեկ հավատքով, քո առաջին, քո հոգու հետ միաբանվելով ու արձակում ենք քո ողորմությունը մեր երկրի վրա, արձակում ենք քո օգնությունը մեր երկրի համար, արձակում ենք մեր բոլոր սահմանների մեջ, մեր բոլոր ընթացքի մեջ, մեր բոլոր տարածքների մեջ, արձակում ենք քո օգնությունը, արձակում ենք որ քո երկնքի շարժը գա մեր երկրի մեջ, արձակում ենք որ քո ողորմությունով լցված լինի մեր երկիրը, Սուրբ Աստված արձակում ենք քո ներկայության ներգործությունը մեր երկրի մեջ Խնդրում ենք, որ քո գերբնական օգնությունով շատերի սերը դառնա դեպի քեզ, որ ոչ ոք չմնա իր իրավիճակների մեջ, այլ դառնան դեպի քեզ։ Տեր, երբ որ քո երեսը բացվի այս երկրի համար, ապա այս երկրի սուքը կփոխվի ուրախության։ Երբ որ դու բացվես այս երկրի համար, այս երկրի լացը կփոխվի ցնծության։ Երբ որ դու բացվես այս երկրի համար, ով Սուրբ Աստված, այս երկրի հանգած վիճակը կփոխվի գոհության հանդերձների եւ այս երկիրը ավետաբերի կոչումը կիրականացնի մենք խնդրում ենք դիպչի մեր երկրին դիպչի քո զորությամբ մեր երկրին դիպչի քո քաղցրությամբ մեր երկրին դիպչի քո զորությամբ Սուրբ Աստված դիպչի Հիսուսի արած հաղթանակով այս երկրին դիպչի Հայր քո մեծ սիրով եւ կարողությամբ դիպչի որ քո փառքը լցնի այս երկիրը որ քո մեծությունը լցնի այս երկիրը որ ամեն մեկի սիրտը դառնա դեպի քեզ եւ ամեն մեկի հայացքը դառնա դեպի քեզ որ ամեն մեկի տունը դառնա դեպի քեզ որ ամեն միազգատոմը դառնա դեպի քեզ որ ամեն ղեկավարները դառնան դեպի քեզ որ ամեն մարդիկ դառնան դեպի քեզ եւ ամեն մարդիկ որ մուտք կգործեն այս երկիրը նրանց սիրտն էլ դառնա դեպի քեզ մենք օրհնում ենք մեր երկիրը մենք օրհնում ենք քո անունով փայլեցրու քո երես այս երկրի վրա Փայլեցրու քո երեսը Հիսուս այն ամեն ավետաբերների միջոցով փայլեցրու քո երեսը մեր ազգի մեջ մեր ազգի վրա եւ ամեն ուրեք որտեղ էլ մեր ժողովուրդը ներկա են թող քո երեսը փայլի այս երկրի վրա թող քո փառքը փայլի այս երկրի վրա թող քո փրկությունը փայլի այս երկրի վրա թող քո օգնությունը փայլի այս երկրի վրա Հիսուսի զորավոր անունով շնորհակալություն ենք Հայր հայտնում քեզ ու փառաբանում ենք քեզ Եվ բոլորս ասեցինք ամեն եկեք բարձր ծափարենք Հիսուսին Տիրոջ խաղաղությունը բոլորիս հետ կարող է գնալ խաղաղությամբ բայց ես ուզում եմ մի առաջադրանքել տամ ձեզ երբ որ կգնաք ձեր տուն ձեր տներում բոլոր են մարդիկ ովքեր միգուցե չեն կարողացել այսօր ծառայության գան գնաք անպայման իրանց վրա ձեր դնեք ու արձակեք Աստծո ներկայությունը իրանց վրա Աստծո օգնությունը օրհնությունը անպայման արեք չէ՞ թե սովորականի պես անպայման գնացեք փոխանցեք այդ կյանքը իրանց վրա լավ դուք փոխանցեք դուք ուղղակի հնազանդ մարդու պես արեք այդ ամենը շատ չգիտեք Աստված ինչեր անելու բայց թույլ տվեք թող Աստված անի ինչ որ ինք ուզում անի եղեք շատ օրհնված գնացեք խաղությամբ